Հպարտ ենք, շնորհավորանքներ ես։ Առանձնահատուկ օր է, քանի որ մենք 20 տարեկան ենք, այսպես կարծես մեր տոնն է այսօր եւ մենք այսպես կարծես հաղորդակից ենք դառնում հենց մեր տոնին, հպարտ եմ, շատ, որովհետեւ հայ նման բանակ ունենք ու անկախ ենք արդեն 20 տարի։ Հարկու պատի մեր բանակի, բանակ ունենք աշխարհը չունի, ազգ ունենք մոլորակը չունի։ Ամեն ինչը կազմակերպված էր շատ, ամեն ինչը սիրուն էր կարևոր ու ունեց մենք էլ փորձեցինք մեզնով կազմակերպել շատ մասնակցեցինք, շատ սիրուն էր, շատ լավ էին կազմակերպել, շատ շնորհակալություն բոլորից, որ կազմակերպել էին, թող միշտ ամեն տարի այսպես տոն սարքեն։ Просто ափսոս ոչ մի բան չտեսանք, բայց մենք շատ տեղը հարմար չէր ուղղակի, հարմար Տեխնիկա ռազմական տեսակ։ Շատ սիրուն էր, շատ հետաքրքիր էր, որ շատ մեծ դուր եկավ։ Եթե նայեցի, մի պահ, մի 20-25 րոպե։ Ձեզ դուր եկավ։ Շքերթը լավ էր կազմակերպված, բարոյական ոգի պետք է բանակի բարձր լինի, ամենակարևորը, թե չէ ցուցահանդեսը շարային քայլերը դա ոչինչ չեն խոսում ժողովրդի բարոյական, ասինքն հաղթանակած կերպարի մասին, հա, պետք է որ ներքուստ զինվորը, որը հայրենիքի պահապանը ինքը բարոյալքված չզգա իրան հավասար լիիրավ քաղաքացին պետության, զգա որ պետությունը իրան հովանավորում է տվյալ զինվորին։ Համարում եք Հայաստանին իսկապես անկախ։ Այո, իհարկե, Հայաստանը ամենալավ քաղաքն է։ Ոչ, Իրենց Ինչի։ անկախություն չկա ընդհանրապես։ Երբեք ազատությունը կամ անկախությունը միանշանակ չի լինում։ Կարծում եմ, եթե համեմատություն անցկացնենք, շատ բան չի փոխվել Ռուսաստանի կազմում, թե Ռուսաստանի կազմից դուրս։ Միևնույնն է, նույն Ռուսաստանի ազդեցության տակ ենք։ Իսկ ուզեիք, որ ոչ մեկի ազդեցության տակ չլինեինք։ Ես կուզեի ունենալ ուժեղ, առողջ պետություն եւ առողջ ղեկավարություն։ Մնացածը արդեն հետևում է։ Անկախությունը անբացատրելի ինչ-որ բան է, որ ինչ-որ մեկից դու կախում չունես, այդ է անկախությունը։ Մեզ համար ամեն ինչը, խաղաղությունը ամենակարևորը։ Որ գիտես դու ազատ ես, որ առավոտ արթնանում ես, գիտես որ ամեն ինչ Բռնի երբեք չի լինի։ Իսկ հիմա դուք համարում եք Հայաստանը անկախ։ Հա, որ հիմա երջանիկ Նախապայմաններ չկա անկախության, որ ասենք անկախ ենք իրոք։ Ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես, ոչ մի ձևով անկախ չենք։ Համարում եք այս երկիրը ազատ, անկախ։ Ազատ անկախ։ Դե եթե ես նստել եմ, ինձ չեն ասում, հələ որ չեն ասում վեր կաց, ուրեմն ես ազատ եմ։ Ես չեմ համարում, որ մենք անկախ ենք։ Այ Որտեղ անկախը այն մարդն է, որը իրոք ինքը ունի վստահություն, որ ինքը պաշտպանված է, մեկ, իսկ ես հիմա վստահ չեմ, որ ես պաշտպանված եմ։ Այ ինչն է ձեզ պակասում, որ պաշտպանված գա։ Գիտեք ոնց, հենց միայն այն փաստը, որ մարդը ինքը իր մասնագիտությամբ չի կարողանում աշխատել, սովորում ես ու չես կարողանում աշխատել քո մասնագիտությամբ։ Ինչ մասնագետ եք։ Ես մանկավարժ եմ։ Ու քո մասնագիտությամբ չես կարողանում աշխատել, որովհետև նախ աշխատանքի տեղ չկա, երկրորդ էլ աշխատավարձը շատ ցածր է։ Դա արդեն մարդը ինքը անկախ լինել չի կարող։ Անկախությունը լավ է։ Բայց ունենք։ Իհարկե ունենք, անկախ նստած ենք։ Մտածում եմ, որ այդ այն ամենադժվարին ճանապարհով ձեռք բերած թանկ ու ամենակարևոր բանն է այս աշխարհում, որ պետք է ամեն կերպ պահենք ու պահպանենք ու հպարտանանք մեր ձեռքբերումներով։ Լավ։ Բայց մի քիչ վեր էլի կարա։ Դու մի արա, ես գիտեմ որ դու արա։ Հիմա կարամ ես խոսամ։ Ես ուզում եմ շնորհավորեմ մեր Հայաստանի անկախության 20 ամնակը։ Ես առանց Հայաստան կյանք չունեմ։ Ես ուզում եմ, որ մեր նախագահը օգնի, որ այս աշխարհը մեծանա։